Բարի լույս և բարի առավոտ ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստեմ այս քաղցրահամ և անուշահամ ծիրանով պիրոգ, հարգելիներս։ Հիմա կկտրեմ ծիրանը մանր, հետո նոր կպատրաստեմ խմորը։ Այսպես հարգելիներս, այստեղ էլ կտրեցի արդեն, այսքանը բավական է, սա դնենք մի կողմ, հիմա անցնենք խմորին։ Երեք հաձվին խառնում եմ 1 բաժակ շաքարավազ, ձիթայուղ, հարգելիներս, նույն բաժակով լցնում եմ մածուն, 1 թեյ կտալ սոդա, բաժակ կեսը ալյուր լցրեցի։ Սա էլ դնենք մի կողմ, հիմա անցնենք տարային։ Հարգելի հետևորդներ ջան, պիրոգը թխում եմ այս շուշի տարայի մեջ։ Ձիթայուղով պատեմ տարան ամբողջությամբ,
լցնեմ խմորը։ Խմորի վրա հիմա հարգելիներս շարում եմ ծիրանը, հարգելիներս արդեն պատրաստ է խմորը, հիմա սա կտեղափոխեմ ջեռոց։ Ջեռոցը դե ես նախապես միացրել եմ եւ ջերմաստիճանը 200 ջերմաստիճանի տակ եմ եփելու այս համեղ պիրոգը։ Օշարակ եմ պատրաստում, հարգելիներս, ջուրը նախապես եռացրեցի, շաքարավազը լցրեցի, հիմա նորից կդնեմ գազօջախի, նորից մի քիչ կեռա օշարակը ու կանջատեմ։ Վերևից իջացրել եմ ներքև, որ ներքևի տակի մասն է հարգելիներս մի քիչ եփվի ու կանջատեմ արդեն։ Հարգելի հետևորդներ, տեսեք ինչքան գեղեցիկ ստացվեց իրանով պիրոգը։ Հիմա շաքարաջուրն էլ պատրաստ է։ Լցնենք վրան։ Ճիշտ է, շաքարաջուրը ինքը արդեն սառը վիճակում է, բայց պիրոգը տաք է։ Հենց նոր եմ հանել ջեռոցից։ Վերջ այսքանը բավական է։ Հիմա կթողնեմ կսառի, նոր կկտրեմ հարգելիներս։ Հարգելիներս, խմում ենք արաբիկա ռոբուստա բրազիլիա սուրճը, շատ համեղ սուրճ է։ Դուք էլ տեսած կլինեք իմ հոլովակում, որ ես հաճախակի եմ հենց պատրաստում այս սուրճը։ Իրոք շատ համեղ սուրճ է ինքը, տարբերվող բոլոր սուրճերից։
Հարգելիներս, հələ տեսեք ինչ համեղ քաղցր պիրոգ է ստացվել։ Հիմա սա ես կվայելեմ հարգելիները սուրճի հետ։ Իհարկե պետք է խմեմ կադրից դուրս։ Ժողովուրդ ջան։ Խմեմ վերջացնեմ, անցնեմ խնձորի կամպոտին։ Սուրճս խմեցի, վերջացրեցի, իրոք շատ լավ էր ստացվել իմ այսօրվա պատրաստած պիրոգը։ Դուք էլ կարող եք այդ տարբերակով պատրաստեք, ժողովուրդ ջան։ Կարող եք ծիրանին փոխարինել ուրիշ մրգերով, դեղցով, ելակով, բալով, ինչ որ ունեք տանը։ Եվ ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ այսպես բարձրաձայն բոլոր այն մարդկանց, իմ հետևորդներին, իմ նոր հետևորդներին, որ Էլենից գրել էիք շատ լավ դրական մեկնաբանություններ։ Իրոք շնորհակալ եմ ձեզանից։ Ասեմ, որ Էլենս շատ լավ է նվագել, լավ արձագանք է ստացել իր նվագելուց հետո։ Ժյուրիներն են գոհեղել, ուսուցիչն է գոհեղել, բայց դե սպասում ենք, թե իրենք ինչ արձագանք կտան հետո, երգելուց հետո հարգելիներս։ Դե ես չկարողացա գնալ, գնաց ամուսինս եւ նկարել է ամուսինս։ Ուզում եմ այսքանով էլ ավարտեմ իմ այսօրվա տեսահոլովակը եւ բոլորիդ էլ ասում եմ ամենալավն ու բարին։ Եվ խոսքս ուղում եմ այն մարդկանց, ովքեր դիտում են, դիտումները շատ են, մեր հոլովակները, բայց չեն բաժանորդագրվում։ Դժվար չի բաժանորդագրվելը, սեղմում եք զանգակոճակը, լայքում եք ալիքը, գրում եք մեկնաբանություններ հարգելիներս, այսքանը։ Եվ բոլորիդ էլ ասեմ բարի եւ խաղաղ օր։